Այսօր բոլորիս համար քաղցիկ չէ, որ միջին արևելքը գանցնի ճգնաժամային օրեր է, եւ բնականաբար այդ փոփոխությունները իրենց անմիջական ազդեցություն ունենան դեղույն հայ համայնքներում, հայկական համայնքներում վրա։ Մենք ընդհանրապես քաղուտ բառը գործածենք այս շրջաններում մեջ, բայց ոչ այն իմաստով, որ առանցին այսպես հայութենե հերու եւ Հայաստանի հերու հավաքականություններ են, այլ հավաքականություններ, որոնք Հայաստանով եւ հայության հարցերով գաբրին, գդարաբին, բայց միաժամանակ նաեւ տվյալ երկրներու ընդհանրական կյանքին, քաղաքական, ընկերային, տնտեսական, կենցաղային մաս կկազմեն եւ հաջող կարգնաբարականներու նաեւ որոշիչ դերակատարություն ունենան իմիջի, այսինքն այլ քաղաքական ուժերու առընթեր։ Վերջին տասնամյակը սիրելիներ հատկանշվեցավ այս շրջանին մեջ միջին արևելյան հատկապես Սուրիա, Լիբանան, Բաղեստին, այսպես ասած շրջադարձային փոփոխություններով։ Սկսյալ 2012 թվականին Սուրիո մեջ պատերազմեն, մինչև Սուրիո նախկին վարչակազմի անկումը եւ նախկին արմատականներու իշխանության հասնելը, ուր հստակ անորոշություն կա ամեն իմաստով, կարելի չէ ոչ մեկ վայրկյան րոպե երևակայել, որ Սուրիո այսօրվա իշխանությունները եւ իրենց իշխանության հասնելը վերջնական վիճակն է, հստակ փոփոխություններու ենթակա է հասկացությունը, Սուրիան ծանոթ է իր տարբեր գրոնական եւ էթնիկ բաղկացուցիչ մասերով եւ յուրաքանչյուր գրոնական եւ էթնիկ բաղկացուցիչ մաս ունի իր ներծուկը թե շրջանին մեջ լադիգա Թուրքիա, լադիգա որոշ չափով Իրան, դերևս նաև որոշ չափով ներկա հանգրվանին Իսրայելը, դակավին անմիջական աշխարհադարածքեն անտին միջազգային ուժերու դերակատարությունը եւ ազդեցությունը այդ երկրին մեջ։ Այսօր վստահ յետևիկ լրատվամիջոցներու ջամփով Սուրիո մեջ պատահած դեպքերում հոն եւս անպատժելիության սկզբունքն է դժբախտաբար որ կիրարգվի մարդկային իրավունքներու խախտումը, էթնիկ զդումի իրականության գործածությունը եւ դժբախտաբար նաեւ երկիրը իբրև աշխարհակրթություն մասնատելու, բաժնելու, փոքր պետություններ ստեղծելու կարելիությունները կամ շղթական նախադեсությունները գոյություն ունի։ Արդեն տեսանք Բաղեստինի բարակային Իսրայելի գործած ոչիրները Գազայի մեջ, ուր ամբողջ ցկտումը ոչ միայն Գազան գրավել է, այլ Բաղեստինյան հարցը ամբողջովին քաղաքական կյանքեն վերացնել է եւ Բաղեստինցի ժողովուրդը փոխադրել թե արաբական այլ երկրներ կամ աշխարհով մեկ, լսեցինք վերջերս նաեւ Միացյալ Նահանգներու նախագահ Թրամփի առաջարկը, որ Գազայի շրջանը վերածվի զբոսաշրջական գերունի, բայց այդ շրջանի ժողովուրդը 2 միլիոնի հասնող ժողովուրդը դեղափոխել այլտեղ։ Դարձյալ նույն անպատժելիության, ամենաթողության սկզբունքն է, որ ցեղասպանության
վարկակիցի ամբողջական գիրարգումն է օրարև եւ ոչ մեկ ցևով ոչ միջազգային գազագերբությունները ոչ Միացյալ Ազգերու գազագերբության ուխտը ոչ պատերազմի ընթացքին մարդասիրական սկզբունքները պատերազմի մարդասիրական սկզբունքները կգիրարգվին այլ ամբողջովին միագդուր կերպով պրո-իսրայելյան վարկակիցի գիրարգումը կկատարվի անցնող դարի նաև Գազայի պատերազմի սկիզբեն յետք մենք Լիբանանի մեջ ունեցանք շատ լուրջ խնդիրներ, որոնց վերջինը 66 օրյա պատերազմն էր Լիբանանի դեմ, խնդիրը պատրվագի տեսքով Իսրայելի կողմէ կատարված հարձակում է, բայց արդեն իսկ Իսրայելի ստեղծում են մինչև այսօր Իսրայելի համար Լիբանանը հիմնական թիրախ է, Լիբանանեն անտին անցնելու համար Սուրիա, Իրաք եւ իր կետշրջանային աշխարհակալական ծրագիրները կործացրելու համար։ Չմոռանանք նաեւ, որ այսօր հրաթաթար է կամ զինվորական գործողություններու թաթարեցում է Իսրայելի եւ Լիբանանի միջև ծանոթ ապահովության խորհրդի թիվ 1701 որոշումի գիրարկման իմաստով, սակայն Իսրայելը զինաթուլը չի հարգեր, ամենօրյա թիրախավորումներ կկատարե թե օդային, թե ցամաքային իմաստով, դակավին 30 թրիչք կատարած եւ ռմբակոծում կատարած էր հարավի եւ այսպես ասած հարավի մոտիկ շրջաններու մեջ, որոնք ըստ համաձայնագրին պետք է զինաթուլի գիրարկման շրջանին մեջ լայ։ Իսրայել այսօր նաեւ իր անմիջական միջամտությունը կկատարե Սուրիո մեջ եւ արդեն իսկ հողային քրավումներ կատարած է գահարցագի գտիրախավորե սուրիական փանգագի դարբեր գետրոնները եւ գոչունչացնե սուրիական փանգագի զինամթերքը, որը կարելի չէ ասել, որ այդ փանգագի զինամթերքը կպատկաներ նախքին վարչագարքին եւ այսպեսով այս ընդհանուր գացության մեջ բնականաբար մենք պետք է տնենք մեր համայնքի հայության ներկայության եւ պաշտպանության խնդիրը։ Դեղական մարմինները, մեր կառույցները, ազգային դարբեր հաստատությունները եկեղեցին իրենց հարաբերակույն ջիկը կկատարեն մեր համայնքի պաշտպանության համար, թե ֆիզիկական գոյության պաշտպանության լա Լիբանանի լա Սուրիո մեջ, թե տնտեսական փերը թեթևցնելու իմաստով դաշնակցության կառույցները եւ մեր ազգային դարբեր կառույցները, մշակութային միությունները, չմոռանանք մենք ունենք կրթական կառույցներ, բարեսիրական կառույցներ, մարզական եւ այլ կառույցներ, որոնց պահպանումը հիմնական է այդ համայնքներու հայեցիության պահպանման եւ հայեցիության պահպանման առընթեր նաեւ քաղաքական իրենց ուժի եւ իրենց ներկայության պահպանման համար։ Այս իմաստով նաեւ ընդհանուր ժողովը անդրադարձ ունեցավ եւ բնականաբար ընդհանուր այսպես համագործակցությամբ մենք այս համայնքները պաշտպանելու, պահպանելու հրամայականին առջև ենք եւ վստահաբար բոլոր առողջ ազգային ուժերը պիտի ըմբռնեն այս վիճակը, որովհետեւ միջին արևելքի հայության պահպանումը բարձրապես միջին արևելքի հայկական համայնքներու պահպանում չէ, այլ Հայաստանի եւ մեր ընդհանրական նպատակներու իրականացման խնդիր է։